Պետական կառույցներին վստահում եք։ Պետական կառույցներին երևի հա, չեմ բանանում, վստահում եմ։ Օրինակ ամենաշատը պետական որ կառույցին եք վստահում։ Գիտեք ինչ, քաղաքապետարանի այս աշխատանքները ոմանց դուր չեն գալի, բայց դուք պատկերացրեք, որ քաղաքը իմի է գալի։ Շինարարական կառույցները, որ շինարարությունն է Հայաստանում կատարում, ճիշտ է բանը Երևանի երեսն է փոխվում, հնից նորը, բայց ամեն ինչը պետք է փոխվի, նորը պետք է լինենք, ոչ թե կավե տները։ Իսկ ամենաշատը որ կառույցին չեք վստահում։ Գիտեք ինչ, չեմ վստահում այդ ֆինանսական մոմենտները, որը ասենք թե հայտարարում են թոշակառուների բարձրացում, ամեն անգամ ինչ որտեղ գրգռում են թոշակառուներին, որոնք այդպես է վատ են ապրում։ Ու հիմա պարզվում է, որ ինչ որտեղ մի բան իրանք այն չի կարդացվել։ Ունենց որ չեմ հավատում այդ մոմենտին։ Դե քանի որ դեր պատերազմյան է, պետք է վերականգնվենք, ամեն ինչը ըմբռնումով ենք մոտենում։ Ունենց որ այդպես։ Իսկ ձեզ կառույցները ինչպես պետք է աշխատեն քաղաքացիների հետ, որպեսզի նրանց նկատմամբ վստահությունն էլ ավելի բարձրանա։ Դուք պատկերացրեք, որ այսօրվա օրը թվայինը որ կա, շատ մաչել է ու նորմալ է։ Արդեն այն հերթերը չկա, արդեն սաղ նորմալացել է, գալիս ես թաղապետարան կամ բանկ կամ ինչ-որ թե միտեղ, արդեն դու գիտես քո հերթն է, քեզ ընդունում են ժամանակի ոչ թե իրար վրա բարձրանալով հերթ կանգնելը։ Այդ կառույցները ու այդ ամեն ինչը սիստեման նորմալ է։ Պետական կառույցներին վստահում եք։ 70%։ Ամենաշատը որ պետական կառույցին եք վստահում։ Ամենաշատը հանրային ծառայությունների Կարգավորող հանձնաժողովին։ Ինչու եք իրենց ամենաշատը։ Որովհետև շփվում եմ, իրանք մեզ մոտ դասավանդում են, ճանաչում ենք եւ ինչ ասեմ։ Իսկ ամենաշատը որ կառույցին չեք վստահում եւ ինչու։ Չէ, այդպես լրիվ չվստահելու չի, ուղղակի Ըստ ձեզ ինչպիսին են աշխատում ներկայում կառույցները, թափանցիկ են, բաց են հասարակության առջև։ մի 80%-ով կարծում եմ, այո։ Նենց լրիվ համոզված չեմ, էլի, որ վստահ ասեմ։ Բայց ված չեմ տրամադրված էլի իրենց աշխատանքին։ Իսկ ըստ ձեզ ինչպես պետք է աշխատեն, որպեսզի հասարակության հետ աշխատանքները ինչպիսին պետք է լինի կառույցների, որպեսզի արդյունավետությունն էլ ավելի բարձրանա։ Թափանցիկ, հաշվի առնելով հասարակության կարծիքը։ Դե որ վստահում եմ, բայց տոկոսը չեմ կարող ասել։ Իսկ ամենաշատը որ պետական կառույցին եք վստահում։ Չէ երևի։ Չեմ կարող ասել։ Իսկ որին չեք վստահում։ Ոստիկանությանը։ Ինչու։ Տարբերությունը շատ է։ Ըստ ձեզ օրինակ այդ կառույցը ինչ պիտի անի, որպեսզի ձեր վստահության, հասարակության վստահությանն արժանանա։ Մի քիչ մարդամոտ մոդելան էլի։ Չմտածեն դու ուրիշի ցավն է իրան չեն տարբեր։ Իսկ ըստ ձեզ ինչ պիտի անեն առհասարակ պետական կառույցները, որպեսզի հասարակության հետ աշխատանք ավելի արդյունավետ լինի։ Դենես տարվում է, չէ՞ ասել որ չի տարվում։ Նա լավ է պետական վիճակը, բայց թե էլի բաներ կան, որ պետք է արվի էլի։ Ըստ ձեզ պետական կառույցները ինչպես պետք է աշխատեն, որպեսզի վստահությունը նրանց նկատմամբ մեծանա։ Բաց աշխատեն։ Թաքուն ոչ մի բան չարվի, բացահայտ։ Մարդիկ իմանան ինչ է կատարվում, ոչ թե հետագայում իմանան էս եղել, դա սխալ կլինի։ Պետք է բացահայտ երևա ինչ են անում։ Չկա այդպիսի նախարարություն օրինակ, որին դուք վստահեք ամեն դեպքում։ Ներքին գործերի նախարարությունը։ Իրենց ինչու եք վստահում։ Ինչով են արժանացել ձեր վստահությանը։ Կատարած գործերով, հանցագործության դեմ պայքարով, առաջներում այդքան պայքար չի եղել, ինչքան հիմա։ Բացահայտ ամեն օր բան անում, հաղորդում են, որ այս եղավ, այն եղավ, կոռուպցիան լավ աշխատում, կոռուպցիան բանը։ Այնենց որ հիմա համեմատած
լավ է առաջների համեմատ, շատ լավ է հիմա։ Ով կմտածեր, որ այս ձևի կլինի դպրոցներ, մանկապարտեզներ, շինարարություն արտակարգ ձևով գնում է։ Ով կպատկերացներ, որ այս աստիճանի կզարգանա Հայաստան ոչ մեկը։ Դա Նիկոլի շնորհքն է։ Նիկոլի շնորհքը։ Նա եթե այս ընտրությունն էլ որ լինի, եթե դեպքում էլ ինքը ընտրվեց, ավելի լավ կլինի, ավելի լավ կլինի։ Միայն մի քիչ պետքա բանի պաշտպանության նախարարությունը մի քիչ ավելի լավ աշխատի։ Այնպես որ հիմա ինչ որ կատարվում է, դա չենք կարող ասենք որ քիչ է, դա շատ է։ Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե այս ձևի Հայաստանը կզարգանա։ Պետական կառույցներին վստահում եք։ Չէ, բալիս։ Ինչի՞ չեք վստահում։ Զոհը տվել են գետի հերիք արդեն։ Թոշակը ստանում եմ, ես արդեն վստահ եմ։ Ուզում եմ ասեմ, պետք է որ թափանցիկ աշխատեն։ Ահա, բա իհարկե պետք է։ Բայց ես չեմ գտնում որ անթափանցիկ է։ Նորմալ իմ թոշակը ստանում եմ, ուրեմն թափանցիկ է։